Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին Ֆակտ-ՌՄ-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Փաշինյանը երեկ լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հաստատել է, որ հունիսի 20-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա։ Նա սակայն այցի օրակարգի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։ Այսօր Թուրքիա է մեկնում նաև Իլհամ Ալիևը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԳ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականին համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հեծի բաժնետոմսերը գրավադրվել են Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից, Ասիական զարգացման բանկից և միջազգային ֆինանսական կորպորացիաներից վարկային միջոցներ ներգրավվելու նպատակով։ Նկատենք սակայն ընկերության գրավադրման հանգամանքը խոչընդոտ չէ դրա վաճառքի կամ պետականացման համար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Նման դեպքերում գնորդը ժառանգում է նաև գրավադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Տաշիր պիցցայի 30 մասնաճյուղերից 8-ի գործունեությունը Երևանում և Վանաձորում։ Նշվում է, որ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ։ Տեսչական մարմնից Ֆակտոր TV-ին փոխանցել են, որ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունում ստուգումները սկսվել են դեռ 2 շաբաթ առաջ։ Նշենք, որ Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է, փաստաբանները ապօրինի են որակում մեղադրանքը և պատրաստվում են բողոքարկել։ Պետեկամուտների կոմիտեն հայտնել է, որ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Հունիսի 19-ի դրությամբ 33 բեռնատար բաց է թողնվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է գտնել լուծում Ուկրաինայի դեմ պատերազմին և նույնիսկ հանդիպել Զելենսկիի հետ։ Նա նշել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել հունիսի 22-ից հետո։ Այս ամսաթիվներն նա նախկինում նշել որպես ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման կարևոր փուլ։ Պուտինը սակայն հայտնել է, որ միայն վերջնական փուլում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ։ Նա պնդում է, որ Զելենսկին լեգիտիմ ղեկավար չէ և վերջնական փաստաթղթի տակ պետք է լինի այլ մեկի ստորագրություն։ Ռուսական վերջին հարձակումը, որի հետևանքով Կիևում 28 անձ է զոհվել, Զելենսկին անվանել է մաքուր ահաբեկչություն և մեղադրել Պուտինին։ Իրանի փոխարտգործնախարարն ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել պատերազմին, ընդգծելով, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանվել իրավիճակի սրման դեպքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան դիմաց լրագրողների հետ զրույցում հրաժարվել է հստակ ասել, արդյոք որոշում է կայացրել Իսրայելի օդային գործողություններին միանալու վերաբերյալ։ Ավելի վաղ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկում է Իրանի օդային տարածքը։